Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում ձեր սպասված Արարատյան խոհանոցն է։ Շնորհակալություն, որ ուշադիր հետևում եք մեր հաղորդումներին։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային խոհանոցից, աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան, ամենաարևաբույր հայոց խոհանոցից։ Եվ այսպես բարեկամներ, այսօր պատրաստելու ենք ուտեստ ջերեպուկների շարքից։ Ջերեպուկը կոչվում է սիսականի ջերեպուկ, օգտագործելու ենք հորթի խաշված փափկամիս, կարող ենք օգտագործել նաև ոչ խաշված հում հորթի փափկամիս։ Տարբերությունն այն է, որ տևողությունը պատրաստման կլինի 25-ից 30 րոպե, բայց խաշված մսով 12-ից 8-ից 12 րոպեում ուտեստը պատրաստ է։ Ունենալու ենք ընկույզ, մանդակ, սունկ, օգտագործելու ենք նրբահամ կանաչիներ, համքեղ, սամիտ և թարխուն։ Օգտագործելու ենք նաև սունկ, ուզում եմ նշել, որ կարող ենք օգտագործել այլ սունկ, ծառասունկ կարող ենք օգտագործել ոչ խարասունկ, ինչպես մենք հիմա օգտագործել ենք, կարող ենք օգտագործել նաև գառան դմակ։ Այնպես որ սնկի ընտրությունը թողնում ենք ձեր վրա։ Կանաչիները առատ կտրատում ենք, ոչ շատ մանր, գառնանային թեթև, այսպես հաճելի ուտեստ է սա և լավ կլինի, որ հենց գառնան եղանակին պատրաստենք։ Սունկը կտրատում ենք, պոչը հեռացնելուց հետո, ոչ շատ մանր կտորների, բարեկամներ, մոտավորապես 1-1.5 սանտիմետր հաստության շերտերով։ Եթե օգտագործենք ծառասունկ, մոտավորապես նույն չափի պիտի կտրատենք։ Գիտենք, որ սունկը մոտավորապես 60% սնկի պարունակությունը հեղուկ է, բայց լավ հեղուկ է, այսինքն սննդային արժեքներն են, որ հեղուկի տեսքով այդ սնկի պարունակություն են։ Այսպես սունկը մենք օգտագործելու ենք նաև, ինչպես նշեցի, ընկույզ և կանաչիներ և գիտեք, թե մենք ինչպես ենք հատուկ համեմունք պատրաստում ընկույզից և կանաչիներից։ Ընկույզը կտրատենք մանր, ինչպես ասում են, շատ ընկույզը ուտեստին չի փչացնի։ Մի քիչ այլ կերպ է հնչում այս ասացվածքը իհարկե, բայց տեղայնացնենք այն։ Սամիթի և թարխունի հետ միասին մանր կտրատենք, խառնենք ընկույզին, ավելացնենք աղ, կարմիր և սև պղպեղ, համեմի աղացված սերմ և շարունակենք դանակի օգնությամբ խառնել այս զանգվածը։ Տեղադրենք այս ափսեի մեջ։ Միսը կտրատենք համաչափ, հորթի փափկամիսը մենք նորից նշեմ, որ կարող ենք ունենալ նաև թարմ միս, հորթի մեջ կա միս անպայման կտրատված մկանային հյուսվածքին ուղղահայաց։ Կարծես թե վերջ նախապատրաստական աշխատանքներին։ Հիմա մենք կեսը այս համեմունքի լցնում ենք հատակին։ Չմոռանամ նշել, որ օգտագործելու ենք նաև սպիտակ անապակ գինի, սնկի մի մասը, այսպես,
բազմիցս նշել եմ, որ երբ որ մի ուտեստ ենք պատրաստում, որ պիտի շարովի լինի, անպայման մակերեսը պիտի ամբողջությամբ ծածկվի։ Կանաչիները նրբահամ 1 շերտ, միսը հաջորդ շերտն է, նորից համեմունքը, ընկույզը և նրբահամ, կանաչիները աղով, պղպեղով և համեմի սերմով, մի քիչ աղ ավելացնենք մսի համար, ավելացնում ենք նորից 1 շերտ սունկ և կանաչիների մնացած մասը։ Հաղորդման սկզբում նշեցի, որ սունկը մոտորապես 80% հեղուկ է պարունակում և հենց այնպես չնշեցի։ Մենք ուղղակի ավելացնելու ենք եզրով սպիտականապակ գինի, բարեկամներ, կանաչիներն ավելացնելուց հետո ավելացնում ենք նաև մանդակը, մանդակի այն մասը, կանաչ զանգվածը, վերջ և դնում ենք կրակին, կրակը պիտի լինի միջին տաքության, մոտորապես 170-ից 200 աստիճան ջերմություն, մենք այստեղ հեղուկ չավելացրինք, ուղղակի միայն գինի, դանդաղ կրակի տակ շոգ է խաշվելու է, հենց դրա համար էլ ուտեստը կոչվում է ջեռեփուկ, սիսականի ջեռեփուկ, 12 րոպե հետո կհանդիպենք, ուտեստը կներկայանա մեզ իր ողջ շուկով։ 12 րոպեն անցավ, բարեկամներ, անցավ, անվերադարձ, մի քիչ կարագ պիտի լսնենք, մի քիչ կարագ, ծածկում ենք կափարիչը և վերջ բարեկամներ, ուտեստը պետք է մատուցել կավե քերեղանով, քերեղանը պիտի ունենա մոտորապես 50 աստիճան ջերմություն, մինչ ես կլսնեմ ուտեստը, նորից հիշեցնեմ, թե ինչ կատարվեց, սիսականի ջեռեփուկ, օգտագործեցինք սունկ, կանաչիներ, համքեղ և սամիտ, ընկույզ, ընկույզով պատրաստեցինք այդ համեմունքը, որ մենք միշտ պատրաստում ենք ձեր հետ, ընկույզը կտրատում ենք, կանաչի հետ խառնում, ավելացնում աղ, պղպեղ, համեմի սերմ, օգտագործեցինք նաև կանաչին, մանդակ օգտագործեցինք, շերտերով դարսեցինք ուտեստը կաթսայի մեջ, առատ ընկույզ, ավելացրինք սպիտակ անապակ գինի և հենց այդ գինով էլ մենք այս ջեռեփուկը շոգ է խաշեցինք։ Շոգ է խաշեցինք, ես նշեցի հաղորդման սկզբում, որ սունկը ունի բավականին խոնավություն, այսինքն հեղուկ մաս, դրա համար ջուր չավելացրինք, ուղղակի սպիտակ գինի, մի քիչ սոուս է գոյացել, այդ էլ կլսնենք, հացերի հացը, հացափունջ, ինչպես անվանում ենք, չորացված, համեմված և չորացված լավաշը, և որպեսզի հիշենք, որ այս ուտեստը ունի նաև թարխունին բնորոշ համ, մի փոքր թարխուն և վերջ, հարգելի հեռուստադիտողներ, ուտեստը հիմնական ուտեստ է, կարելի է մատուցել ճաշին և առաջի ընթրիքին, մատուցման ջերմաստիճան 65-ից 70 աստիճան, պահպանման ժամկետ 5 րոպե, մատուցել կարմիր անապակ հայկական գինով և ունենալ լավ տրամադրություն։ Այսքանն ենք մենք այսօրվա համար պատրաստել, հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ, որ մենք բոլորս լինենք առողջ և երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, ևս մի քիչ և ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։
Սիսականի ջեռեփուկ, հորտի փափկամիս 300 գրամ, ընկույզ 100 գրամ, մանդակ 1 կապ, սունկ 200 գրամ, համքեղ, սամիտ, աղ, պղպեղ կարագ, բարեխորշակ։